Սիրելի քաղաքացի, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան քպական Լիլիթ Մակունցը հրաժարվել է падգամավորական մանդատից։ Նա ինքնաբացարկի դիմում է գրել. Արդյոք սա նշանակում է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը։ Լիլիթ Մակունցից այսօր ճշտել չհաջողվեց։ Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը արդեն հայտարարել է կառավարության ղեկավար պաշտոններում փոփոխություններ չի ծրագրում, աշխատակազմի ղեկավարի մասին ոչինչ չի ասել։ Մամուլը գրում է, որ Փաշինյանն իր մերձավոր թիմակցին Արայիկ Հարությունյանին վերանշանակելու մտադրություն չունի։ Այս տեղեկությունը մինչ այս պահը ոչ Հարությունյանն է հերքել, ոչ էլ Փաշինյանը։ Այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանը падգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել ընդդիմադիր երկրորդ ուժից Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանից։ Խորհրդարան անցած 29 թեկնածուից 4-ը չեն լինի ընդդիմադիր խմբակցությունում։ Падգամավորական ցուցակի առաջին կին թեկնածուն Գոհար Մելոյանն է մանդատից հրաժարվել։ Ուժեղ Հայաստանի առանցքային թեկնածուն մինչ այս պահը չի պարզաբանել ինչու։ Ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել նաև Արթուր Դանիելյանն ու Լիլիա Շուշանյանը։ Դանիելյանը Ազատության հետ զրույցում ասել էր, որ խորհրդարան չի գնա, բայց կուսակցությունում ակտիվ կլինի։ Հունիսի 7-ին գնում ենք փոփոխության, գնում ենք հայրենիք պահելու, գնում ենք համար 3-ը ընտրելով։ Ինչու չի ուզում ընդդիմադիր падգամավոր դառնալ Ուժեղ Հայաստանի ակտիվ անդամներից Լիլիա Շուշանյանը, որ Փաշինյանի կառավարությունում պաշտոնյա էր։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Հնարավոր է նրանք էլ պատրաստ չեն ընդդիմադիր падգամավորի կարգավիճակին, ինչպես իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Այսօր ճշտել չհաջողվեց, Ազատության զանգերին չարձագանքեցին։ Ժամանակն է եկել, որ անկարողներին փոխենք ուժեղներով։ Լիլիա Շուշանյանը մինչև իշխանափոխություն խոստացող Սամվել Կարապետյանին միանալը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարն էր։ Պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ավարտից 1 տարի անց։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմության անցողիկ թեկնածուներից է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Նա կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան է։ Առաքելյանն էլ չի վերցնի մանդատը, ինչ նստեության նշանակում է, որ նա հավանաբար չի թողնի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։ Միասին մենք կարող ենք։ Ինտրիգ չկա ընդդիմադիր Հայաստան դաշինքում։ Այստեղ անցողիկ տեղերից մանդատը չի վերցնի միայն դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորները մանդատները կստանան վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ընդդիմադիր դաշինքներից մանդատների հետևից կգնան նրանց ներկայացուցիչները։